3 օր, 1 բեմ եւ անմոռանալի տպավորություններ։ 1 շաբաթ շարունակ Կապանում պարային իրարանցում էր։ Քաղաքում գործող համույթները, պարի աստղերը, դայմոնդը եւ նարադանսը տարին ամփոփեցին յուրաքանչյուրն իր լեզվով։ Տասնամյակներ շարունակ ավանդույթ է, երբ որ ուսումնական տարին ավարտելուց հետո մենք կազմակերպում ենք հաշվետու համերգներ։ Սակայն պարի աստղերի հաշվետու համերգները առանձնանում են նրանով, որ համընկնում է մեր ծննդյան տարեդարձին, խմբի ստեղծման ծննդյան տարեդարձին, եւ մենք համատեղում ենք եւ մեզ համար օրը դառնում է կրկնակի տոն։ 1993 թվականին է ստեղծվել խումբը եւ կարծես թե ամեն տարի մենք ունենում ենք հնարավորություն մեր հանդիսատեսին ներկայանալ մեր գեղեցիկ պարային կատարումներով եւ ամենակարևորը, որ հազարավոր սերունդներ թողնելով այսօր ինձ համար էլ հպարտություն է, որ Կապանում կա պարի աստղերը եւ մենք միշտ առանձնանում ենք մեր ուրույն ոճով։ Պարի աստղեր շոու ստուդիան հետպատերազմյան Կապանում առաջին է գործունեությունը սկսել։ 32 տարվա ընթացքում տաղանդավոր բազում աստղերի են ծնունդ տվել, որոնք շարունակում են մասնագիտական ուղին։ Հաշվետու համերգներին սկզբից շատ էր լարվածությունը, իսկ հետո արդեն հարմարվել ենք, ոնց որ թե հիմա սովորական է դարձել համերգները հաշվետու։ Սովորում եմ Երևանի Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստ բաժնում, շատ պատասխանատու է այդ ամեն ինչը եւ հատուկ Երևանից եկել եմ մասնակցելու պարի աստղերի 32-ամյակին։ Դայմոնդ պարային համույթը 8 տարեկան է։ Չնայած երիտասարդ տարիքին խումբը հասցրել է մեծ համբավ ձեռք բերել։ Գեղարվեստական ղեկավար Աղուն Հովհաննիսյանի խոսքով հաշվետու համերգը կարևոր է։ Այն ամբողջ տարվա պատասխանատու եւ լարված աշխատանքը հանդիսատեսի դատին հանձնելու լավ հնարավորություն է։ Յուրաքանչյուր տարի ես փորձում եմ մտածել այնպիսի մի ծրագիր, որպեսզի իմ հանդիսատեսը միշտ գոհ մնա, ինչու՞ չէ նաեւ ես ինքս ինձնից գոհ մնամ եւ քանի որ մեր սաները սիրում են անընդհատ փոփոխություն, չեն սիրում, հա, որ անընդհատ մի պարը մի քանի անգամ ապարում են եւ ինքս էլ չեմ սիրում այդպիսի, դրա համար փորձում ենք ամեն տարի այնպիսի ծրագիր մշակել, որպեսզի հանդիսատեսը եւ ուրույն կլանված նայի եւ գոհ մնա, ինչպես նաեւ մենք էլ գոհ մնանք։ Այս տարվա ծրագիրը նախատեսել ենք 2 բաժնով, առաջի բաժնում ներկայանալու ենք հայկական, ժողովրդական եւ ազգագրական պարերով, իսկ արդեն երկրորդ բաժնում հիմքը դրել ենք ժամանակակից եւ տարբեր ազգերի պարերի վրա։ Մոտ 200 սան ունի համույթը, որոշներն այս տարի ավարտում են, մյուսներն էլ կշարունակեն նույն ոգով պարել ու հիացնել սիրելի հանդիսատեսին։ Լարվածություն միշտ էլ լինում է, քանի որ մեծ պատասխանատվություն կա մեր վրա, մանավանդ մեծ աղջիկների վրա, դե լարվածություն նորմալ է ինձ թվում է, քանի որ մեծ պատրաստություն եք տեսնում ամեն անգամ ու այդպես էլ պետք է լինի։ Այս տարի հոբելյանական տարեդարձը տոնեց Նարադանս պարարվեստի ստուդիան։ Խմբի 25-ամյակը յուրահատուկ կերպով նշվեց, ընդգծելով համույթի ստեղծագործական ուղին, տարիների նվիրումը եւ արվեստին մատուցած կարևոր ներդրումը։ Սյունյաց, հպարտ, լեռների գրկում, ապրում եւ պարում ենք Նարադանս խմբում։ Ամբողջ ուսումնական տարվա քո անելիքդ, քո ասելիքը, քո ձեռագիրը, որ ուզում ես սիրով փոխանցես հանդիսատեսին, դա մեծ սիրով կատարում են ստուդիայի բոլոր ծնողները եւ սաները, ինչն էլ այո կարևորում են, որ հաշվետու համերգը անպայման լինի։ Համերգային ծրագրում ընդգրկված էին տարբեր ոճի պարեր, հայկականից մինչև ժամանակակից ու էստրադային ելույթներ։ Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց թե փոքրիկ, թե փորձառու պարողներին։ Այս տարի ես ավարտում եմ եւ ընդունվելու եմ մանկավարժական համալսարան պարարվեստի բաժին, սովորելու այնտեղ եւ ուսումս ավարտելուց հետո կվերադառնամ Կապան, որպեսզի իմ գիտելիքներով կեսվեմ այստեղ։ Պարային խմբերից յուրաքանչյուրը ներկայացավ անհատական պատմությամբ ու ինքնատիպ ոճով, սակայն բոլորին մեկ բան է միավորում՝ սերը դեպի բեմ ու մեծ արվեստ, իսկ թե ինչ է պարը նրանց համար, սաները կասեն մեկ բառով։ Պարը ինձ համար ապրելակերպ է։ Ընտանիք է։ Կյանք է։ Պարը ինձ համար մեր ընկերաղունն է։ Էներգիա։ Կյանքի շունչն է։ Պարը ինձ համար էմոցիաներով լի աշխարհ է։